Դեռ 10 տարի առաջ դատախազությունը ուսումնասիրություններ կատարել եւ պարզել Երևանում, հատկապես կենտրոնում, չկա պատմամշակութային հուշարձան համարվող շենք, որի նկողային հարկն օգտագործված, իսկ շենքի ճակատային մասը աղճատված չլինի։ Այստեղ կա երկու բևեռացման վտանգ։ Չէ՞ որ սա գեղարվեստի գործ չէ միայն, նա պետք է գործի եւ իր ժամանակի կողմից նետված մարտահրավերներին կարողանա համարժեք պատասխան տալ։ Շատ հաճախ քաղաքաշինության մեջ անդառնալի խնդիրներ կան, որ ինչ-որ ձևով վիրահատության միջոցով ինչ-որ կատարում է, հետագայում շտկել չի լինում։ Հանրապետության 62, Զաքյան 6, 8, 10։ Գուցե առաջին հայացքից դժվար կլինի հասկանալ, սակայն այս շենքերը պատմամշակութային արժեք են ներկայացնում։ Դեռ 2006 թվականին դատախազությունն արձանագրել էր շենքերի սեփականատերերը առանց լիազոր մարմնի մասնագիտական եզրակացության եւ քաղաքաշինական փաստաթղթերի իրականացրել են շինարարական աշխատանքներ խեղաթյուրելով հուշարձան շենքերի արտաքին տեսքը։ Հիմա էլ այստեղ շատ բան չի փոխվել։ Դատախազությունն էլ իրավունք ունի, մեր բոլոր քաղաքացիներն էլ իրենց հերթին կարծիք եւ ձևավորում են, որքան էլ դա լինի գուցեև սիրողական։ Իհարկե օգտագործման խնդիրները սեփականության իրավունքից ելնելով ոչ մեկ չի արգելում, բայց օգտագործման ձևերը պետք է ներդաշնակ լինեն հուշարձանների պահպանման, վերակառուցման, օգտագործման խնդիրներին։ 2000 թվականի սեպտեմբերի 25-ին մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարի եւ Օպերա Club ընկերության տնօրենի միջև կնքվել է պայմանագիր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերային եւ բարետի պետական ակադեմիական թատրոնի տարածքից 1050 քառակուսի մետրը 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրելու մասին։ Դատախազությունում փաստել են, խախտվել է հուշարձանի օգտագործման հիմնական նպատակը։ Հուշարձանը պետք է օգտագործվի իր սկզբնական եւ հարմարեցված գործառնական նշանակությամբ։ Հիմա էլ այստեղ բառ է գործում։ Նմանատիպ արտասահմանյան փորձ էլ կա։ Ես ասենք չէի մտածի, որ դա շատ կոպիտ խախտում է։ Օպերան ինքը իր ամբողջականությամբ, իր ներքին միջոցառումներով այսօր անխախտելի ձևով իր աշխատանքը տանում է։ Եվ դա գուցեև ժամանակի պահանջով կամ ավելի կոմերցիոն առումով չխանգարելով օպերայի աշխատանքային ռեժիմին գործում է։ Կոմերցիոն առումով հետաքրքրություն է ներկայացնում։ Հուշարձանի օգտագործումը տնտեսական եւ այլ նպատակով թույլատրվում է, եթե այդպիսի օգտագործումը համապատասխանում է հուշարձանի բնույթին, չի վնասում դրա անվտանգությունը, չի նսեմացնում կամ աղճատում պատմական, գիտական եւ գեղարվեստական արժեքը։